Սելներ տեսնում ենք այս պատմության մեջ, այս խոսքի մեջ, որ Սամվելը մի քար վերցրեց եւ կանգնեցրեց։ Ընդհանրապես, երբ որ քարի մասին խոսք է գնում, Տիրոջ խոսքը մեզ նաեւ ասում է, որ մենք էլ կենթանի քարի պես կարիք ունենք շինվելու եւ Տիրոջ այդ տաճարի մեջ վեր խոյանալու, որ Տերը մեզ գործած իր փառքի եւ անունի համար։ Եվ մեր երկրում էլ շատ հուշարձաններ կան, չէ՞։ Երբ որ մեր Աբովյանում հուշարձանի մասին խոսք է գնում, ես անմիջապես տեղափոխվում եմ քաղաքապետարանի այդ արխիվի այդ մեծ հուշարձանները, հիշում եմ այդ հուշարձանը։ Այսինքն հուշարձաններ կառուցվում են ինչի համար։ Սրանք հիշողություններ են, չէ՞, տարբեր մեր կյանքում եղած, մեր տարիների մեջ եղած, ինչ որ բաներ, իրադարձություններ են տեղի ունեցել, այո, մեկերը հաղթանակ են, մեկը միգուցե մեր Եղեռնի հուշարձանը սուկ, ինչ որտեղ ինչ որ բաներ, այսպես, ամեն մեկը մի հիշողություն է կրում իր մեջ, այո, մեզ օգնում է, որ մենք մի բաներ հիշենք, հիշատակենք մեր կյանքի մեջ, այնպես կարևոր իրադարձություններ են, որ չես կարա սրա կողքով անտարբերացնես, եւ դրա համար, դրա պատվին, ինչ որ ձևով մի բաներ են կառուցվել, որ մեզ դրանք հիշեցնեն մի բաներ ուղղակի, որպեսզի մենք մի բաներ կարևորենք մեր կյանքի մեջ։ Եվ տեսնում ենք, որ Սամուել մարգարեն մի քար վերցրեց ու կանգնեցրեց Մասփայի եւ Սենայի միջև եւ նրա անունը դրեց Աբենեզեր։ Այսինքն մի բան, որ պիտի հիշեցներ Իսրայել ազգին, որ Աստված իր կյանքում զորավոր մի բան է կատարել, մի տեղ է հասցրել եւ ինքը շատ օգնական է գտնվել, որ իրանք հասել են այդ հաղթանակի վայրը։ Այսինքն Աստված ուզում է, որ այս ինչ որ կառուցվում է, մենք կառուցենք մի բան, որ կանգնենք դրա վրա եւ մեր հայացքը ուղղենք Աստծուն։ Այս հիշողությունը, որպեսզի մեզ ուղղի դեպի Աստծուն, որ մենք գնահատենք այն ամենը, ինչ որ Տերը արել ամեն մեկիս կյանքի մեջ։ Երկրորդ օրինաց 8-րդ գլուխ 2-րդ համար։ Տերը մի բան է հիշեցնում Իսրայել ժողովրդին, իր ժողովրդին, որի վրա կանչված է իր անունը։ Ասում է հիշիր այն ամբողջ ճանապարհը, որով քո Տեր Աստվածը 40 տարի մանածեց քեզ անապատում, որպեսզի քեզ խոնարհեցնի, քեզ փորձելու համար եւ իմանալու, թե ինչ կա քո սրտում, եւ թե կպահես արդյոք նրա պատվիրանները, թե ոչ։ Հետաքրքիր, որովհետեւ Իսրայել ժողովուրդը դուրս էր եկել Եգիպտոսից, բայց տակավին ուրիշ հիշողություններ ուներ։ Մենք մարդիկս կարիք ունենք մոռանալու մի բաներ, որ մեզ պետք չեն, եւ հիշելու բաներ, որոնք կարևորված են Աստծուց, եւ մենք կարիք ունենք դրանք հիշելու։ Բայց ցավալին գիտեք որն է, որ մենք երբեմն հիշում ենք մի բաներ, որ պետք չի որ հիշենք։ Եվ չենք հիշում մի բաներ, որոնք շատ կարևոր են, եւ դա կարիք ունենք, որ մենք հիշենք մեր կյանքում եղածը։ Ցավալի է, բայց մարդը չհիշելու sense հատկություն ունի, շուտ մոռանալու։ Եվ հիմա մի հարց եմ ուզում ուղղել բոլորիս, քանի որ տարեվերջանը մեր վերջին հավաքույթն է։ Ինչն է ամենակարևոր հարցը տարվա վերջում։ Եթե ամեն մեկս մեզ հարց տանք, ինչ պետք է մենք հիշենք եւ ինչը մոռանանք։ Մենակ ինչ կա քո կյանքում, որ դու այս տարվա մեջ շատ կարևոր մի հատ իրադարձություն էր, որ դու մենակ կուզես հիշատակես Տիրոջ առաջ իր փառքի եւ իր անունի համար։ Միգուցե ֆինանսական մի հատ sense մի բաներից անցար ու Տերը քեզ անցկացրեց այդտեղով։ Միգուցե մի հատ բնակարան ձեռք բերեցիր, որ կացարանա, որ դու գլխիդ վրա ծածկ ունենաս եւ ընտանիքդ ապահով բնակվի այդ ծածկի տակ։ Չգիտեմ ինչերով անցար դու, ինչ կարևոր իրադարձություն եղավ քո կյանքի մեջ, որ կուզենայիր հիշատակես։ Կա տենց բան քո կյանքում։ Ով կուզենա հիմա մի հատ համեցի գայանը քուրչը։ Բարձրացի եւ ասա, ինչ արեց Տերը քո կյանքում։ Փառք քեզ Տեր Աստված։ Կարող ենք շնորհակալ լինենք Աստծուն։ Շնորհակալություն Աստված։
Այո, մեր Աստված բժշկող Աստված է։ Իր անունը բժիշկ է նաև սիրելիներ, ինքը բժիշկների բժիշկ է։ Ու որ մեկիս կյանքում հրաշք չի արել Տերը։ Տենց կա ստեղ մարդ, որ ասի, որ իմ կյանքում հրաշք չի, տենց մարդ չկա ուղղակի սիրելիներ։ Որովհետև մենք որ հիմա ստեղ ենք, դա արդեն վկայում այդ հրաշքի մասին, սիրելիներ։ Պարտադիր չի, գիտես, ես իմ ինչ էր լինեն, որ դու գիտակցես, հասկանաս, որ այս արդեն հրաշք է, որ դու ես վայրի մեջ ես։ Որովհետև Տերը քեզ առողջ է պահել, որ դու այսօր ստեղ լինես։ Տերը քեզ զորացրել է, որ այսօր դու ստեղ լինես։ Տերը քեզ հավատարմության շնորհ է տվել, որ դու այսօր ստեղ լինես։ Եվ փառքը իրան տաս, գաս քո սիրելիների հետ միասին պաշտես ու երկրպագես Աստծուն։ Որ Աստծո խոսքը կատարվի կյանքիդ մեջ, որ ասում է մեկտեղ հավաքվելը մի թողեք։ Որ գաս եւ այս մեծ պաշտամունքի մեջ փառք տաս Տիրոջը, մեծ արես նրան ու գովաբանես նրան։ Փառք Տիրոջը։ Հալելույա։ Նեհեմիան իր աղոթքի մեջ, երբ որ Տիրոջ տաճարը կառուցել էր, ասում է Տեր ինձ հիշիր ի բարին։ Չգիտեմ ինչ կատարվեց կյանքիդ մեջ, որ կուզես այդ ձևով էլ վերես Տիրոջ առաջ, Տեր հիշիր ինձ ի բարին։ Գիտեք, Տերը հիշում է, բայց մենք կարիք ունենք մեր հիշողությունները այլ ավելի թարմացնելու։ Մենք կարիք ունենք, սելներ։ Տերը հիշում է։ Որտեվ ոնց որ եղբայրս վկայության մեջ ասեց, ասում ուզում էի գրեի ազգարունս, ասես չէ, պետք չի, Տերը գիտի։ Տերը ամեն բան գիտի, սիրելիս։ Մեր սրտերը գիտի, մեր տկարությունները գիտի։ Բայց օգնում է մեզ, որ մենք էլ մեզ ինքներս ճանաչենք եւ այդ ճանաչողության մեջ մեր անձերը խոնարհեցնենք իր առաջին։ Մեր հայացքը ուղղենք դեպի նրան։ Հիշում եք այդ տեղը, երբ որ աշակերտները ալեկոծության մեջ էին ու մեկ էլ Տերը հայտնվեց եւ Պետրոս ասեց, Տեր, եթե դու ես հրաման տուր, վեր կենամ դեպի քեզ քայլեմ։ Եվ Հիսուսն ասեց, եկ Պետրոս։ Պետրոսը վեր կացավ, քայլեց ջրերի վրայով, որ անկարելի մի բան է մարդու համար, բայց հավատացողի համար ամեն բան կարելի է։ Երբ որ հայացքը Տիրոջ վրա է, դու ջրերի վրայով, դժվարությունների վրայով, նեղությունների վրայով կքայլես ուղղակի։ Ամբողջ նպատակը դա է, որ հայացքը սևեռված լինի Տիրոջ վրա, Տիրոջ գործի վրա, որ հիշողությունը լիքը լինի Տիրոջ գործերով։ Ոչ թե օտար բաներով, որոնք քեզ շինություն չեն տալիս, սիրելիս, այլ լցված լինես, զորացած լինես Տիրոջով, որպեսզի հիշես եւ փառքը միշտ Տիրոջը տաս։ Որպեսզի հիշես եւ ասես, Տեր, դու միջև այստեղ ինձ օգնել ես, Տեր, եւ սրանից հետո էլ պատրաստ ես ինձ օգնելու։ Որտեւ խոսքը մի ուրիշ տեղ պիտի ասի, որ ես ամեն օր ձեր հետ եմ, մինչև աշխարհի վերջը։ Եթե մինչև այսօր այստեղը Տերը ինձ ու քեզ օգնել է 2025 թվականի դեկտեմբեր 29-ն է այսօր 28-ը, միջև այստեղ Տերը ինձ ու քեզ օգնել է, որ մենք հասել ենք այստեղը, սրանից հետո էլ Աստված պատրաստ է ինձ ու քեզ օգնի, որ ավելի լավագույն մի տեղ հասնենք։ Փառք Տիրոջը, հալելույա։ Փառք քեզ Տեր Աստված։ Եվ մի տեղեր, որ կուզեմ նայենք ուղղակի, ցավալի է, բայց սա այդպես է, Իսրայել ժողովրդի մասին է նորից խոսքը, հավատացողի մասին է խոսքը, Թվոց 11:4 եւ 5 համարներում է խոսում այս մասին։ Ասում են նրանց մեջ գտնվող խառն ամբոխը շատ պահանջներ ներկայացրեց։ Հասկանում եք, այս պահանջը ներկայացնողին Աստծո խոսքը նկարագրել է որպես խառն ամբոխ։ Եվ հետո ասում է Իսրայելի որդիներն էլ լաց եղան ու ասեցին, ով մեզ միս կտա ուտելու։ Այսօր այս աշխարհքը նորից Երուսաղեմի մեջ է։ Նոր տարվա են պատրաստվում, չգիտես, ավել, պակաս, այնքան բաներ կառնեն կլցնեն տները, որ էլ դուսուս։ Չեն էլ իմանում կուտեն, թե չեն ուտի։ Եվ ինչ է իրանց սրտի խոսքը։ Մենք հիշում ենք, իրանց հիշողությունը սա է։ Մենք հիշում ենք, ասում է, Եգիպտոսում մեր ձրի կերած ձկները, վարունգները, սեխերը, պրասները, սոխերն ու սխտորները։ Այս է իրանց հիշողությունը, սիրելիներ։ Իրանց ամբողջ նպատակը, կենտրոնացումը սրա վրա է։ Ոչ թե այդ Աստծու վրա է, որ իրանց այդքան հրաշքներով դուրս է բերել Եգիպտոսի երկրից։
Այլ արի ու տես, որ մարդու հիշողությունը այսպիսին է ուղղակի։ Բայց կարիք ունենք նորոգվելու Աստծո հոգով։ Խնդրենք, ասենք Տեր, անկեղծ, Տեր մեր մեջ այդ հիշողությունները, որոնք որ օգուտ չեն մեզ, որոնք օգուտ չեն բերի մեզ, Տեր Աստված, եւ այդ ճանապարհին ավելի շատ խանգարեն մեզ, զատի հեռացրու մեր միջից Աստված, զատի կարա մեր մեջ Աստված ջան։ Այդ հիշողություններից մեզ մաքրի թանապես, լվա մաքրի քո սուրբ ջրով, Տեր Աստված։ Խոսքի ջրով մեզ լվա ու մաքրի ով Աստված։ Որ մեր հիշողությունները, մեր ուշադրության կենտրոնում, մեր սևեռումը լինի քո վրա, ով Աստված։ Եվ այն ամեն հիշողությունները, որ դու արել ես մեր կյանքի մեջ, այն հատուկ տեղերը, որ դու մեզ անցկացրիր, որ դու մեզ օգնեցիր, որ դու մեզ զորացրիր, ով Աստված։ Դավիթը 103 Սաղմոսի 2-րդ խոսքում ասում է. օրհնիր Տիրոջը, ով իմ անձ։ Քանի որ մարդը շատ շուտ մոռանալու հակում ունի, Տեր Աստված, ինչից է չգիտեմ, բայց մարդն էսպիսին է, սիրելիներ։ Արի տես, որ ավելի շատ սևեռված այն վատ, անցողի, անմիտ բաների վրա, քան թե կարևորների վրա։ Եվ Դավիթը Սուրբ Հոգով լցված իր անձին հրաման է տալիս։ 103 Սաղմոսի 2-րդ խոսքում. օրհնիր Տիրոջով իմ անձ եւ մի մոռանարա նրա բոլոր բարիքները։ Տեր Աստված, այո, մենք կարիք ունենք ժամանակ մեր ձեռը մեր վրա դնենք ու մեզ հիշեցնենք այդ տեղերը, սիրելիներ։ Ասենք մի մոռացի, ով իմ անձ։ Չէ՞ որ այն Տերն էր, որ քեզ այս իրավիճակներից անցկացրեց։ Ինչի ես շփոթված։ Ինչ ա եղել։ Մի հատ քեզ իմի բեր, մի հատ քեզ թափ տուր։ Հայացքդ նորից Տիրոջը ուղղիր, ձեռքերդ ինչ են տկարացել իջել, նորից ձեռքերդ բարձրացրու դեպի Տերը, թող քո ակնկալիքը մշտապես Տիրոջից լինի։ Նախքան որ պիտի գայի այս խոսքը, որ պիտի փոխանցեի, չգիտես ինչի, երեք մի անգամից այս ջերմություն, սա խառնվեց մեջս։ Բայց ես իմ սրտի մեջ որոշում, վերջ, ես պիտի գնամ, ես պիտի խոսեմ, ես պիտի Տիրոջը փառավորեմ։ Որտեւ այն Աստված, որ ինձ զորացրել է, հիմա էլ կզորացնի, որ ես իր փառքի համար կանգնեմ եւ իր զավակներին խոսք փոխանցեմ։ Մեր Տիրոջ ձեռքը չի կարճացել երբեք, սիրելիներս։ Տերը նույնն է երեք, այսօր ու հավիտյան։ Այն Տերը, որ քեզ զորացրեց, այն Տերը, որ քո սրտի մեջ դրեց, որ պաշտես ու երկրպագես նրան, այսօր էլ քեզ կօգնի, կզորացնի, որ նույնը անես ու չդադարես անելուց։ Հալելույա։ Եվ Սամուելը մի քար վերցրեց ու կանգնեցրեց Մասփայի եւ Սենայի միջև եւ նրա անունը դրեց Աբենեզեր, ասելով Տերը մինչև այստեղը օգնեց մեզ։ Փառք Տիրոջը։ Հալելույա։ Եվ մի քանի կետեր եմ առանձնացրել, կուզեմ հիմա առաջի կետում, որ առանձնացրել եմ, սա է տարվա ամփոփումը սկսվում է ոչ թե հիշողությունները հիշելուց, այլ Աստծուն հիշելուց։ Եվ որ հիշում ենք Տիրոջը, Տերով էլ հիշում ենք այն ամեն գործերը, որ ինքը արել է մեր կյանքերի մեջ։ Եվ որոնք են այդ օգնությունները, որ Տերը արեց մեր ամեն մեկի կյանքի մեջ։ Օգնությունը, երբ որ Աստված մեզ պահեց մեղքից, որ պիտի կործաներ մեզ։ Աստված պահեց մեզ այդ մեղքերից։ Օգնություն է, երբ Աստված մեզ պահեց վախից, որ պիտի կատվածահար աներ մեզ։ Օգնություն է, երբ Աստված քեզ ուժ տվեց վեր կենալու։ Օգնություն է, երբ Աստված քեզ չտվեց այն, ինչ ուզում էիր, որովհետև դա պիտի վնասեր քեզ, եւ դու դրանից հետո միայն հասկացար, թե ինչի չտվեց Աստված այդ ամենը քեզ։ Օգնություն է, երբ Աստված քեզ սխալ որոշումներից հետ պահեց։ Օգնություն է, որ մինչև հիմա ողջ ես, ապրում ես, շնչում ես եւ եկեղեցում ես։ Փառք ես Տեր։ Շնորհակալություն Տիրոջը։ Ինքը ամեն ժամանակ օգնական է ինձ ու քեզ։ Եթե այս տարի ունեցել ես ցավ, կորուստ, հիասթափություն,
մի բան եմ ուզում հիշեցնեմ ինձ ու քեզ, Աստծո օգնությունը միշտ չէ, որ արտահայտվում է միայն հաղթանակի ճակերտավոր շքերթով, երբեմն օգնությունը այն է, որ դու դեռ կանգնած ես այս ամենից հետո, հավատքի մեջ ես, աղոթքի ճանապարհը չես թողել, շարունակում ես հավատալ, շարունակում ես աղոթել, շարունակում ես եկեղեցի գնալ եւ շարունակում ես Աստծուն ծառայել։ Երկրորդ կետը, որ առանձնացրել եմ, այսպես եմ վերնագրել, Աբենեզերը հիշողության քար է, որը մեզ հավատք է տալիս։ Հավատ տվողը Տերն է, բայց Աբենեզերը այն տեղը, որի վրա դու կանգնեցիր եւ հիշատակեցիր Տիրոջ գործը քո կյանքի մեջ, որ Աստված քեզ օգնեց, որ դու դուրս գաս տարբեր իրավիճակներից, սա հավատք նորից ամրապնդեց սրտիդ ու հոգուդ մեջ, որ Աստված քեզ օգնական է եւ քեզ երբեք չի թողնի Տերը։ Քեզ օգնական է, որ դու անես իր կամքը անելիս է քեզ, ինքը օգնում։ Սա այնքան կարևոր է, որ մենք գիտակցենք հասկանանք, որ ինչքան կարևոր է, որ մենք գիտակցենք հասկանանք Տիրոջ կամքը ամեն մեկիս կյանքում։ Եվ այդ կամքը իրականացնելիս Աստված ամեն ժամանակ օգնական է ինձ ու քեզ։ Հետաքրքիր այդ քարը, որ կանգնեցրեց Սամուել մարգարեն, Մասփայի եւ Սենի միջև էին։ Մասփա եւ Սեն։ Ուզում եմ մի փոքր բացեմ փակագծերը կապված Մասփայի եւ Սենի հետ։ Մասփա նշանակում է դիտարան։ Մի տեղ, որ դու կանգնում եւ դիտում ես։ Եվ ասում է կանգնիր բարձր այդ կետի վրա եւ նայիր տարվա ճանապարհին Աստծո աչքերով։ Կանգնիր այդ տեղը, այդ դիտանոցում կանգնիր եւ նայիր այդ ճանապարհին Աստծո աչքերով։ Եվ Սեն, որ ժայռի կարծր տեղն է, Սեն այդպես է թարգմանվում, ժայռաբեկորի մի sense ելունդ, սա նպատակը նա է, որ հիշես նաև այն դժվար անցանելի տեղերը, որտեղով որ քեզ Աստված անցկացրեց։ Միգուցե դրանք ինչ-որ բաներ էին, որ մի ուզում էին քեզ կործանել, բայց Աստված այդտեղով էլ քեզ անցկացրեց տարավ։ Ինքը նորից քո օգնականն է։ Փառք Տիրոջը։ Եվ Աբենեզեր բառի մեջ էլ, նրա մեկնաբանության մեջ էլ այսպիսին է օգնության քար։ Չգիտեմ, երբ որ քարի մասին ես խոսում, ասում է Հիսուսն էր այն քարը, Տեր Աստված, այն ժայռը, այն քարը։ Գիտեք, այդ քարի մասին ինչքան խոսակցություն լինի, իմացեք, որ Քրիստոս արքայի մասին է խոսքը։ Ինքը քեզ օգնական է, սիրելիս։ Փառավորվիր իր սուրբ անունը։ Եվ սա է տարվա վերջում հավատքի ամենամեծ դեղը։ Որն է ամենամեծ դեղը։ Միշտ հիշողությունը, որ Աստված ինձ ու քեզ օգնական է։ Սա ամենամեծագույն դեղն է իմ ու քո կյանքում, սիրելիս։ Երրորդ տեղը, որ նորից առանձնացրել եմ ու կուզեմ հիմա հիշատակել, լավ լուրը տարվա ավարտին սա է։ Աստված կարող է գլխիկոր դարձնել, ինչ քեզ վրա գլուխ էր բարձրացրել։ Որտեղ փղշտացիները գլուխ էին բարձրացրել Աստծո ժողովրդի դեմ, բայց կուզեմ այդ նորից այդ համարը դնենք 12-13, առաջի թագավորաց 7-րդ գլխի 13 համարն է։ Փղշտացիները մնացին գլխիկոր եւ այլևս չհարցակվեցին Իսրայելի սահմանի վրա եւ Սամուելի բոլոր օրերում Տիրոջ ձեռքը փղշտացիների վրա էր։ Այսինքն, երբ որ քո հայացքը Տիրոջ վրա է ու դու լցված ես Տերով, գիտես այդ ներկայությունը քո թշնամիներին գլխիկոր անում։ Ուզում եմ մեր սևեռումը
միշտ Տիրոջ վրա լինի, որ հասկանանք, որ մեր ակնկալիքը Տիրոջից է, մեր սպասումը Տիրոջից է, մեր օրհնությունը Տիրոջից է, մեր օգնությունը Տիրոջից է, մեր զորությունը Տիրոջից է, որ սրանով մենք գոտեպանվենք, որ սրանով մենք զորանանք ու քաջալերվենք, որ Աստված մեզ հետ է։ Մինչև այս տեղը Տերը մեզ օգնական է եղել, եւ գիտեք ենթատեքստ կա սրանից հետոն էլ։ Սրանից հետո էլ Աստված ինձ ու քեզ օգնելու է, որպեսզի մեր թշնամիները գլխիկոր լինեն մեր առաջ։ Որտեղ մեր սևեռումը Տիրոջ վրա է, որտեղ մեր հույսը Աստծու վրա է, որտեղ մեր հաղթանակը Տիրոջից է։ Հալելույա։ Սա չի նշանակում, որ մեր կյանքում այլևս մարտեր չեն լինելու։ Բայց սա նշանակում է, որ կա մի Աստված, որ կարող է նվազեցնել ճնշումը, կանգնեցնել հարձակումը ու սահման դնել թշնամու վրա։ Որովհետև այդ սահմանից այլևս թշնամին չկարողանա ինձ ու քեզ մոտենալ։ Եվ դա Տիրոջ ներկայությունն է իմ ու քո կյանքի մեջ։ Աստված իր ձեռքը պարզել է մեր վրա։ Եվ 91 Սաղմոսի մեջ ասում է բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը։ Այդ ինչ ծածկոց է, սիրելիս։ Այդ ինչ սահման է, որ Աստված սահմանել է իմ ու քո համար, որ թշնամին մեզ չկարողանա մոտենալ։ Դա իր ներկայությունն է իմ ու քո կյանքի մեջ։ Մեզ մի բան է պետք, ապահովել այդ ներկայությունը։ Խոնարհվել Տիրոջ առաջ եւ խնդրել, որ Տերը այցելի, լցնի, զորացնի մեզ բոլորիս։ Այդ ներկայությունը ապահովենք։ Ինչ ենք անում, երբ որ գալիս ենք պաշտամունքի, մի անգամից սիրում փառաբանության խումբը, ասում փառաբանել Տիրոջը։ Սա ներկայությունն է, թե չէ։ Գոհանանք ու փառաբանենք Աստծուն։ Բերենք իր թանկագին ներկայությունը մեր շուրջը, մեր կյանքի մեջ։ Երբ որ Տիրոջ ներկայությունը մեր վրա է, անմիջապես հասկանում են կողքի մարդիկ։ Իրանք նկատում են էսի, կարող է չասեն անգամ, բայց իրանք տեսնում են էսի իմ ու քո կյանքի մեջ, որ Տերը ներկա է մեր կյանքի մեջ։ Եվ Սաղմոս առաջինի մեջ ասում է, երանելի է այն մարդը, որ իր ուշքու միտքը Տիրոջ խոսքի, գործի, օրենքի վրա է։ Ու ասում է, ինչ որ անում է, հաջողվում է նրան։ Գիտես, այդ հաջողությունն է հետ, որ կողքիները տեսնում են, որ դու մի բան անում ես ու դու հաջողվում ես։ Եվ սա Տիրոջ ներկայությունն է իմ ու քո կյանքի մեջ։ Ինքն է հաջողեցնողը, ինքն է շնորհք տվողը, ինքն է բարձրացնողը։ Փառք քեզ Տեր։ Եվ չորրորդ տեղը, որ կուզեմ, որ մենք ուշադրություն դարձնենք, այո, տարին ավարտվում է, բայց Աստծո գործը շարունակվում է։ Ինչ լավ է, չէ՞, որ մենք անելիք ունենք, զելներ։ Մենք չենք գնալուց էս պարապ նստենք, ասենք, դե հիմա ինչ պետք է անենք, լավ։ Հա, նոր տարվա սեղանից էլ օգտվեցինք, կերանք, փարթի, հիմա ինչ պետք է անենք։ Մենք անելու ենք ինչ որ մինչև հիմա արել ենք։ Մենք պիտի շարունակենք փառաբանել Տիրոջը, մենք պիտի շարունակենք Աստծո խոսքը հռչակել, ուր որ մեզ Աստված կուղի, ուր որ Աստծո հոգին մեզ կառաջնորդի։ Մեկերի այցելում ենք, առիթը բաց չենք տող, նորից բարի լուրով ավետելու ամեն մեկին, որ ամեն մեկի սրտի մեջ Քրիստոս տեղ բռնի եւ Աստված փառավորվի։ Էս է մեր բանու գործը, սիրելիներ։ Մեր բանավոր պաշտոնը սա է։ Այո, տարին ավարտվում է, բայց Աստծո գործը շարունակվում է։ Աբենեզերի խոսքը մինչև այստեղ է, բայց դրա ենթատեքստը սա է։ Եվ այստեղից հետո էլ Աստված շարունակելու է ինձ ու քեզ զորացնել ու բարձրացնել։ Աստծո տեսիլքը մեր կյանքի համար սովորաբար չի սկսվում մեծ դռներով, մեծ հնարավորություններով, հաճախ սկսվում է այս երեքով. գոհ սիրտ, մաքուր ուղղություն եւ հավատքով քայլ։
ու երբ որ մենք տարվա վերջում այսքանը ունենք, նոր տարին դառնում է ոչ թե գոյատևման պայքար, այլ պատրաստված ճանապարհ պտուղ բերելու համար։ Մենք այս տարին հռչակել էինք պտղաբերության տարի։ Հիշում եք, չէ՞, հունվարը սիրով սկսեցինք եւ դեկտեմբերն էլ սիրով ենք ավարտում։ Իմ ու քո Աստված սիրով հաղթեց այս աշխարհի սելներ։ Ես ուզում եմ, որ այս օրը մենք լցվենք աստվածային սիրով, լցվենք, որպեսզի այն առաջիկա մարտահրավերները, որ տակավին ունենք հաղթահարելու եւ առաջ գնալու, կարողանանք Աստծո տված սիրով հաղթահարենք եւ առաջ գնանք։ Որտեւ այդ սիրով է, որ մենք կհաղթենք։ Մեր Աստված Հիսուսն էլ սիրով Գողգոթայի խաչի վրա հաղթեց այս աշխարհին։ Եվ այդ պատգամը դրել է մեր սրտերի մեջ, որ մենք էլ սիրով առաջնորդված կարողանանք այդ ամեն մարտահրավերները, այդ ամեն արգելքը հաղթահարենք եւ առաջ գնանք սիրով։ Եթե սիրես կներես։ Որտեվ սիրելով է, որ կարողանում ես ներել։ Հիսուսը Գողգոթայի խաչի վրայից ասում է հայրների, չգիտեն թե ինչ են անում։ Ինքը սիրեց ու մինչև վերջը սիրեց մեզ բոլորիս ելներ։ Եվ ուզում եմ, որ մենք էլ սիրով առաջ գնանք։ Այդ սիրո մեջ լինենք։ Լցվենք, զորանանք։ Եվ Աստված օգնական է մեզ։ Աստված օգնական է մեզ այդ գործի մեջ, որ մենք լցվենք, զորանանք, այդ սիրով լցվենք եւ ամեն այդ դժվարությունները սիրով հաղթահարենք ուղղակի։ Եթե մեկերը ոտը տրորել են, ցավացրել են քեզ, ներես ու կարանաս սիրես։ Սիրես ու կարանաս ներես։ Եվ Տերը օգնական է ինձ ու քեզ։ Տերը միջև այս տեղը օգնել է ինձ ու քեզ, որ կարացել ենք ներենք, սիրենք, սրանից հետո էլ Աստված օգնելու է ինձ ու քեզ, որ նույնն անենք, որ այդ հոգու մեջ կենանք, որ Քրիստոսի հոգով առաջնորդվենք, որտեղ իր հոգին այդպիսին է ներելու եւ սիրելու, կարեկցելու, բարձրացնելու։ Փառք քեզ Տեր։ Ուզում եմ ինձ ու քեզ կոչ անել մի բաների մի քանի կետեր եմ առանձնացրել նորից մոտեցնում եմ ավարտին այսօրվա տարեվերջան այս պատգամը իմ խնդրվածքն է Տիրոջից որ Տեր ես ինքս իմ համար աղոթք բերեցի Տիրոջ առաջ Տեր օգնիր ինձ որ մի բաներ որ չկարողացա անել 2025-ին ինչ-որ բաներ հետաձգվեցին, ինչ-որ բաներ մի տեղեր թերացա միգուցե։ Խնդրում եմ օգնիր, որ 2026-ի մեջ ավելի հոգովդ զորացած, ավելի լցված կարողանամ այդ ամենը կյանքի կոչել, որպեսզի քո խոսքը հասցնեմ իմ շուրջ եղող մարդկանց Տեր ջան։ Եվ անկեղծ ասի Տեր ինձ էլ հավատարիմ սիրտ տուր Տեր։ Հավատարիմ սիրտ տուր, որ երբ որ խոսում ես, երբ որ մի բան հանձնարարում ես ու ասում ես, ես էլ լսելու ունակություն ունենամ Տեր, իմ անձը խոնարհեցնեմ եւ քեզնից լսելով հավատարիմ ձևով անեմ այն ինչ որ դու ես ուզում որ ես անեմ Տեր Աստված։ Ոչ թե հետաձգեմ, ոչ թե ականջի հետև գցեմ, կներեք որ այս ձևը արտահայտվեցի, ոչ թե սենց հետաձգեմ վաղվա օրվա, չէ։ Երբ որ մի բան ասվում է, երբ որ խոսքը կարտացել ես ու կպել ես սրտիդ, մի հետաձգի, էդի հենց այդ օրվա համար Տերը քեզ պատգամ է տվել, Տերը քեզ զորացրել է, որ կարողանաս այն ինչ որ ասել է, ընկալես, վերցնես եւ այդ խոսքով զորացած առաջ գնաս։ Կուզեմ հիմա տարվա այս ավարտական պատգամի վերջում ասեմ նաև, որ տարվա ավարտը հավատացյալի համար դառնություն չի, այլ հույսի սահմանագիծ։ Հույսի սահմանագիծ սիրելիս, որ ոչ թե մենք վաղը սենց մի հատ անջրպետի առաջ կկանգնենք, չէ,
Մենք մեր անելիքը գիտենք եւ միասին առաջ ենք գնալու։ Փառք Տիրոջը։ 2026-ի մեջ հավատում եմ, որ շատ բաներ կա, որ պիտի իրագործենք միասին։ Աստծո Սուրբ Հոգով զորացած եւ առաջնորդված։ Տերը մեզ արդեն մի բաներ ցույց է տվել, որովհետեւ մենք այս տարի տենց ստացվեց, որ Վազգեն եղբայրս Միացյալ Նահանգներում է հիմա, ես հավատում եմ, սա մի տեսիլքի պես է եկեղեցուն, մի պատգամի պես է եկեղեցուն, որ մեր եկեղեցին դառնում է ասես ավելի մեծ սահմաններով եկեղեցի, սիրելիներ։ Աստված մեր սահմանները մեծացրեց։ Նա օգնական եղավ միջև այստեղը եւ սրանից հետո էլ մեզ օգնելու է, որպեսզի մենք մեր մտահորիզոնը ավելի սենց մեծացնենք այդ առումով։ Մեր տեսիլքը ավելի է մեծացել, սիրելիներ։ Այն առումով, որ մենք տարբեր տեղերում եկեղեցիներ ենք սկսել այս տարվա մեջ։ Երեք մենք Երևանի մեր եկեղեցում ենք հրաշալի, զորավոր, Տերը օգնել էր, իր ներկայությունը լիքը։ Արմավիրում Տերը եկեղեցի սկսեց այս տարի։ Մենք մեծանում ենք, սիրելիներ։ Ու երբ որ ոտքը մեծանում է, ինքը չի կարա կոշիկին ասի, որ այս չափի մնա, չէ։ Դու պետք է կոշիկդ փոխես։ Որտեվ քո ոտքը մեծացել է, սիրելի եկեղեցի։ Քո մտածելակերպի մեջ փոփոխություն պետք է բերես։ Որ ժամանակը ունայնության մեջ չանցնի, այլ նստես եւ մի բաներ սովորես, դու քո վրա աշխատանք տանես։ Տեր, ինչ ես ուզում, որ ես անեմ, Տեր Աստված։ Ինչ ես ուզում, պապ ջան, ինչ ես ծրագրել ես նոր տարվա մեջ, իմ Աստված։ Ինչ կուզենայիր, որ ես անեմ քո տանդ մեջ, Տեր ջան։ Որն է իմ անելիքը, որն է իմ առաքելությունը, Աստված։ Հոյից այնպես ես չեմ գալու ամեն օր նստեմ գնամ, չէ։ Ես կանչված եմ քո տան մեջ, իմ Տեր։ Ինչ ես ուզում, որ ես անեմ քո փառքի եւ քո հավիտենական անունի համար, Քրիստոս։ Ինձ ցույց տուր, Տեր Աստված։ Այս օրերի մեջ բացահայտիր, ինչ ես ուզում, որ ես անեմ, Տեր ջան։ Դու ամեն բան ես արել կյանքիս մեջ, իսկ ինչ ես ուզում, որ ես անեմ, Տեր Աստված։ Դու ամեն կողմանը ինձ օրհնել ես, Տեր։ Ինձ պահել ես, ինձ զորացրել ես, ինձ բժշկել ես։ Պահել ես, որ ես էլ իմ կամքը, իմ կամքով ներկայանամ քեզ, Տեր։ Հասկանամ իմ անելիքը քո տան մեջ։